Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցելու ենք ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գեգամ Մանուկյանի հետ։ Պարոն Մանուկյան, շնորհակալ եմ ընկալվելու համար մեր տաղավարում, ուրախ ենք ձեզ տեսնել։ Պարոն Մանուկյան, մեր զրույցը եւ սկսենք այդպես ամենաշատ քննարկվող թեմայից, այսպես ամբողջ մամուլը ողողված է ու այսպես պատրաստվում են, հա, որ ամսի 28-ին իշխանության ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գնալու են Մայրաթոր եւ այնտեղ հենց պատարագի ժամանակ պահանջեն, որ Կաթողիկոսը հեռանա, անգամ այնտեղ նշվում էր ըստ մամուլի հրապարակումների կալանավորման հնարավոր է հասնել։ Ուզում եմ նախ ասեք նման սցենար կլինի, թե ոչ, վերջ ամսի 28-ին չէ հնարավոր։ Գիտեք, մենք մի խելագար դարաշրջանում ենք, հիմա որ հարցը ձեր լսում է, մտովի մի քանի տարի առաջ էի տեղափոխվում եւ ուղղակի ամենավատ երազում էլ կամ հոգեկան խանգարման մեջ էլ որևէ մեկը չէր պատկերացնի, որ որևէ լրատվական տաղավարում նման հարց կարող էր հնչել եւ դա քննարկման ու դառնա, բայց ցավոք սրտի ունենք այնինչ ունենք։ Ցավոք սրտի ունենք այնինչ ունենք։ Մի քիչ առաջ գնամ Կիրակի օրը ես Գեղարքունիքում մեր դաշնակցության ժողովներից մեկին մեկ էլ արձանագրեցի մի բան, շատերն էին դա արձանագրել, որ այդ օրը հանդարտ մի հատ մթնոլորտ էր։ Նիկոլ Փաշինյանը պարզապես Հայաստանում չէր։ Ու նաև ուրիշ լրատվամիջոց գործընկերներից մեկը որոշել էր հասկանալ լավ այդ այսպես աստվածավախ ներկայացող են զանգվածը, որը Նիկոլ Փաշինյանի հետևից բազբզում է տարբեր եկեղեցիներով, դրանցից որ մեկն էր գնացել բացառակ ու պարզվեց, որ որևէ մեկն չէր գնացել։ Այսինքն իրականում այստեղ հավատքի հետ կապած իրենց առանցներում ոչ մի բան չկա, ոչ մի բան չի կարելի բացառել։ Իհարկե տեսականորեն պետք է արձանագրենք մի բան, այսինքն պատարագը լինելու է կանոնական, որովհետև Զաքարյա վարդապետն է պատարագիչը լինելու, երեկ էլ ինքը հայտարարեց եւ նաեւ իր հայտարարությամբ զգուշացրեց, որ պատարագը լինելու է այնպիսին, ինչպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու պատարագն է եւ ոչ թե Նիկոլ Փաշինյանի ճաշակով եւ ԱԱԾ-ականների խմբագրած պատարագ։ Իդեպ այստեղ որքան դատապարտելի է, որքան խելագարության աստիճանի հասնող է Նիկոլ Փաշինյանի պահվածքը, ոչ պակաս, դերևս մի քիչ ավելի ուրիշ ձև զազրելի է ազգային անվտանգության ծառայության աշխատանքը։ Այ այդ է ուզում հարցնել նրանց, որքանով է ԱԱԾ-ի գործառույթների մեջ մտնում, օրինակ հոգևորականին ասել է Կաթողիկոսի անունը զեղչիր կամ մի զեղչիր, կամ պատարագից առաջ գնալ եկեղեցի։ Պատգամավոր եւ օրերս ազգային անվտանգության ծառայությանը հարցում է ուղարկել, թե Շիրակի թեմի քահանաներից մեկը հայտարարել է, հաստատել է, որ ԱԱԾ օպերատիվ աշխատողները դիմել են այդ հարցով եւ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ հա ԱԱԾ-ականներն են այդ հարցով զբաղվել, ԱԱԾ-ին հարցրել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ազգային անվտանգության մարմինների մասին ՀՀ օրենքի որ կետի համաձայն է, որ ԱԱԾ-ականները սկսել են խմբագրել Հայ առաքելական Սուրբ եկեղեցու Սուրբ եւ Արմա պատարագը, ինձ պատասխանել էին շատ կարճ։ Անդրեի անվտանգության, պետության, սահմանադրական կարգի պաշտպանության շրջանակներում գործում է ազգային անվտանգության ծառայությունը։ Ինժեներից կատակով ասում էի, այդ նույն տրամաբանությամբ, որ ԱԱԾ-ն իր լիազորությունների շրջանակում է համարում սահմանադրություն փոխելը, մտածում էի դիմում ներկայացնել ազգային անվտանգության ծառայություն, որ հաշվի առնելով, որ ամիսներ առաջ քննչական կոմիտեի ծառայողները մեր տանը անօրինական խուզարկություն իրականացրեցին, գողացան իմ հեռախոսը եւ ապականեցին տունս, ԱԱԾ-ի օպերատիվ աշխատողներին խնդրեի տնօրներքի արարողություն իրականացնեին մեր տանը, որովհետեւ հարցը ասել է այդպիսի զավեշտի։ Դե այսինքն ԱԱԾ-ն այլևս տևական ժամանակ եւ հիմա հատկապես այլևս որպես ազգային անվտանգության ծառայություն չի գործում։ Գործում է Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման կանտորա, որի հետ Նիկոլը վարվում է այնպես, ինչպես կվարվեր ցանկացած ստերկատեր ստրուկի հետ։ Պարոն Մանուկյան, ԱԱԾ-ն նաև թուղթ է, հա, այսպես գաղտնազերծել, հրապարակել հոգևորական հետ կապված կոնկրետ դեպքում խոսքը Կաթողիկոսի եղբոր մասին է, հա, Ռուսաստանի Հայաստանի առաջնորդի, որ նա կապված է եղել, համագործակցել է, այսպես ասած, ինչպես
շրջանառում է, հա, ռուսական KGB-ի հետ, դուք եթե չեմ սխալվում տեսանյութով անդրադարձել եք այս թեմային, ինչի մասին է խոսքը, թուղթը որտեղից, ինչպես են գաղտնազերծել։ Այ ես իրականում այսպես ասեմ, մի պահ տեղափոխվեցի լրատվական դաշտ, երբ որ լրագրողը իր ամեն բառի համար եւ փաստի համար խիստ նախանձախնդիր է եւ ցանկացած փաստ պետք է ամբողջական ուսումնասիրի եւ այդպես հրամցնի հասարակությանը ու բազմաթիվ օրինակներով ներկայացրել է այն բոլոր կեղծիքները, որ կային այդ այսպես կոչեմ փաստաթղթի մեջ։ Նախ եւս մի փաստարկ որ կուզեմ, տեսեք դուք ասում եք կաթողիկոսի եղբոր գործակալ լինելու հանգամանքը։ Իսկ ով ասաց, որ այդ civic-ում տպած այդ թղթի մեջ գրված անուն, ազգանուն, հայրանունը Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրն է։ Ով կարող է դա հաստատել, որ այդ անուն, ազգանուն, հայրանունով մարդը Գարեգին II-ի եղբայրն է։ Ու եթե չեմ սխալվում, ԱԱՑ-ն պաշտոնապես որևէ մեկնաբանություն չէր տվել սրա հետ կապված։ ԱԱՑ-ն Civic-ն ասում է, որ ԱԱՑ-ն այս գրություն ուղարկել։ Ասեմ ինչու։ Որովհետև նայեք, ինչպես ԱԱՑ-ն Civic-ին է ուղարկել։ ԱԱՑ-ն Civic-ը ասում է, որ ԱԱՑ-ը Civic-ին է ուղարկել։ Հիմա ԱԱՑ-ին խնդրել եմ ասում մի հատ այդ Civic-ին ուղարկած ձեր նամակի կրկնօրինակը կտակ, հասկանամ Civic-ը ճիշտ է վերարտադրել, թե Civic-ը ինչպես միշտ աղավաղել է փաստերը։ Բայց այստեղ կա եւս մի հանգամանք։ Տեսեք, սովետական KGB-ի գործակալական ցանցի բացահայտումը նախկին խորհրդային հանրապետություններում եւ արևելաեվրոպական երկրներում, ինչի եմ ասում, այդ անուն ազգանուն հայրանունը ով է, շատ երկար քննարկված նյութ է եւ այն երկրները, որտեղ որոշել են, որ բացահայտում են գործակալներին, դա կոչվում է լյուստրացիայի մասին օրենք։ Եվ այդ օրենքը շատ բծախնդիր օրենքներ են, որովհետեւ մենք գործ ունենք մարդկային ճակատագրերի հետ, գործ ունենք ներհասարակական համերաշխության հետ, գործ ունենք հետագա բոլոր վատ զարգացումների եւ դրա համար այդ երկրներում սարսափելի նախանձախնդիր են գտնվել։ Եվ մի հատ թուղթ, որի վրա գրած լինի, որ Գեգամ Ազատի Մանուկյանը հավաքագրվել է KGB-ի կողմից, որևէ երկրում դա հիմք չի։ Ամբողջական թղթածրարն է հրապարակվել, օրինակ Լատվիայում, որի օրինակ նմուշները այս 2-3 օրը բարբերաբար ես ցուցադրում եմ համեմատության համար, որպեսզի մարդուն իդենտիֆիկացնեն, նույնականացնեն նույն մարդու հետ։ Իսկ այստեղ ինչա՞ մի հատ այսպես անհասկանալի թղթի վրա, ընդ որում համակարգչային տառատեսակով, երբ որ 86-ին KGB-ն համակարգիչ չուներ, ոնց որ աշխարհում որևէ մեկը չուներ, էլի գրասենյակային։ Հայերեն լեզվով պատրաստել են մի ինչ որ անհասկանալի թղթիկ, որը որևէ կերպ չի համապատասխանում այդ ժամանակվա սովետական KGB-ի գործակալների հավաքագրման այն բլանկների հետ, որը ըստ կանոնակարգումների պետք է լիներ խորհրդային 15 հանրապետություններում, որը պետք է լիներ ռուսաց լեզվով, որտեղ ձեռագիրը պետք է լիներ հասկանալի, որտեղ պետք է նշված լիներ բաժին, բաժանմունք, այն սպան, որը հավաքագրել է։ Դե այդտեղ մի հատ ուրիշ բան է կա։ Տարբեր երկրներում տարբեր կերպ են լուծել հավաքագրող սպաների անձնական բացահայտման հարցը, որտեղ մենք իրականում գործ ունենք ինչի հետ, պետությանը ծառայող սպան իրականացրել է սահմանադրությամբ իրեն վերապահված գործողություն։ Արդյոք կարելի է սպային թիրախավորել, թե չէ։ Նույն մերձբալտյան երկրներում շատ հաճախ դատական կարգով բազմաթիվ խնդիրներ են առաջ եկել այդ բացահայտումների հետ կապված։ Շատ երկրներում հատուկ չի հրապարակվում այդ մարդկանց հասցեներ, տվյալներ, որովհետև այդ մարդիկ այդ պահին ծառայել են իրենց երկրին սահմանադրության օրենքների համապատասխան։ Հələ որտեղ է թուղթը լույս տեսել, որ հրապարակել են։ Ես գիտեմ, հիմա հարցումների մեջ եմ ուզում եմ հասկանամ Civic-ի գրասենյակում Նիկոլի կոմպի վրա, թե ԱԱՑ-ում ինչ որ մի ծառայամիտի, որի ասել են շեֆը շտաբ ուզում է վերապարի դեմ արշավում մի այսպիսի հերթական պասկվի։ Առաջիկա օրերին ԱԱՑ-ից որ պատասխանը ստանա։ Դիմել եք արդեն։ Այո, դիմել եմ ԱԱՑ-ին եւ նաեւ մի քանի հարցում եմ արել, թե Հայաստանի Հանրապետության որ օրենքների հիման վրա է գաղտնազերծվել դա, որովհետեւ Հայաստանի խորհրդարանում
Հիմա սրանց ծերունդը 1980 չի էլ հիշում, թե Հայաստանը ինչ հանց է դարձել։ 90-ականներին Հայաստանի Գերագույն խորհրդում, խորհրդարանում այդ հարցը քննարկվել է։ Երկար բանավեճ է եղել նաև Հայաստանում։ Եվ ի նկատի ունենալով հանրային համերաշխությունը, թշնամության սպառնալիքը եւ այլն, որոշվել է, որ Հայաստանում լյուստրացիա չի կիրառվելու։ Այլ հարցում եմ արել։ Ասել եմ, ախպեր, այդ թղթի վրա, որ դուք գրել եք 15565, նշանակում է դրանից առաջ եղել է 15564։ Քանիսն եք գաղտնազերծել, եւ եթե ինչ որ մի հատ կայքի սիվիկին տալիս եք, ես որպես ազգային ժողովի պատգամավոր, որը գաղտնիության թույլտվություն ունեմ, այն բացահայտված մնացած 15564-ի տվյալները տվեք, մի հատ ես ծանոթանամ, տեսնեմ ունեն թե ոչ։ Այստեղ գաղտնազերծման հետ կապված նաև իրավական հարց կա։ Գաղտնազերծման հետ կապված, որքանով է դա թույլատրելի, որքանով է օրենքի շրջանակներում, որովհետև նույն ձեր գործընկերներից մեկը Աննա Իսրայելյան այսօր մի հոդվածում փորձառու լրագրող Իսրայելյան Աննան հիշեցնում է, որ ժամանակին իրեն հիշեցրել են 98 թվականի մարտ ամսի կառավարության մի որոշում, որը արգելում է գաղտնազերծումը նման փաստաթղթեր։ Այնքան փասկա եւ ջիքը իշխանության մի կնոպկի է սեղմելով, մեկ էլ տեսանք բոլոր պատգամավորները, փրփուրներին, բերանին, բոլոր քպեականները, այ տեսեք։ Ավելի վաղ ասում են, որ ԱԱԾ-ն այդպես տվյալները փոխանցել է հենց վարչապետին ու դրա հիման վրա է նման հայտարարություններ հնչեցվում։ Այդպես էին ասում։ Ասում են ԱԱԾ-ն ուսումնասիրություն է արել, գաղտնազերծել է, տրամադրել է Փաշինյանին, այդ տվյալները գործակալ լինելու։ Այսինքն դուք հասկանում եք, մենք ինչ ողբերգական վիճակի մեջ ենք, մի երկիր, որը բազմաթիվ արտաքին մարտահրավերների առաջ է կանգնած։ Մի երկիր, որի տարածաշրջանը վառոդի տակառ է հիշեցնում, ամեն րոպե բազմաթիվ անվտանգային հարցեր կան։ Մի երկիր, որի ժողովրդի մի հատվածը հալեպայությունը բառացիորեն 2 օր առաջ պատերազմից 5 րոպե պակաս էր, երբ որ կառավարական ուժերի եւ քրդական մասուտ թաղամասի բնակիչների զինյալների մեջ բախումներ էր։ Մի երկիր, որի տարածքի մի կարևոր հատված օկուպացված է ադրբեջանական զորքերի կողմից։ Բազմաթիվ այս հարցերի մեջ ԱԱԾ-ն զբաղված է Նիկոլ Փաշինյանին ինչ որ թղթեր մատակարարելու։ Պարոն Մանուկյան, բայց ինչ եք այդպես ասում են, տեսեք, արդեն 1 տարուց ավել է խաղաղը ոչ մի կրակոց սահմանին չի հնչել։ Դա երաշխիք չէ խաղաղության։ Կրակոց չի ինչը ոչ թե խաղաղ է, այլ կրակոց չի ինչել, որտեղ Ադրբեջանին այսօր պետք չի։ Չի հնչել ինչպես 18 թվականին։ Հետո իրենց խոսքի մեջ էլ չէ պարզ դարձավ, որ 18 թվականի իշխանափոխությունից հետո կրակոց չէր հնչում Նիկոլ Փաշինյանն էլ 20 թվականի հունվարի առաջին օրերին ստատուսով գրում էր, որ աննախադեպ քիչ թվով զոհեր կամ բանակում։ Եվ ցավոք սրտի 20 թվականին Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ունեցան ամենաողբերգական հազարավոր զոհեր, ես 5000 չեմ ասում, թեկուզ այն թիվը, որը հրապարակում է իշխանությունը, որի մեջ է տարբերություն կա։ Այդ աննախադեպությունը պարզ մի բանի մասին է, 18 թվականին Նիկոլ Փաշինյանը, ինչպես իրենք են արդեն կիսաձայն ընդունում, որ խոստացել է Ալիևին խաղաղ ուղղակի մթնոլորտ ձևավորել եւ խոստանում է հարցերը լուծել։ Հիմա էլ Ադրբեջանին ուղղակի ձեռ չի տալիս կրակոց հնչի։ Իդեպ պարոն Մանուկյան, Էրդողանն է հայտարարություն արել, ասում է, որ այսպես է կարծեմ, որ գալիք տարում ինչ որ խորհրդանշական քայլեր կլինեն։ Օրինակ ինչի մասին է խոսքը։ Գիտեք, խորհրդանշական հիմա 3 իշխանության հերթական բերկրանքներ, թե Turkish Airlines-ը թռիչքներ իրականացնելու է Հայաստանը։ Հետո 95 թվականից Հայաստան թռիչքներ իրականացնում էին։ 20 թվականից հետո այդ թռիչքները չկային։ Պատերազմի ժամանակ այդ թռիչքները չկային։ Այսինքն եւ խորհրդանշական քայլեր մի երկրի հետ հարաբերություններում, որը մինչև հիմա Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություն չունի։ Հիմքը այդ խորհրդանշականը դա շատ նմանվում է իսպանացիները, երբ որ սկսեցին ամերիկան հայտնաբերելուց հետո սկսեցին հայտնվել այն ժամանակ Ամերիկայում Միացյալ Նահանգներ չկար,
եւ դարձան այդ ամբողջ տարածքի մայրցամաքի հարստության տերը, իրենք ուլունքներով, գունավոր ուլունքներով էին հնդկացիներից այդ հողերը գնում։ Հիմա Թուրքիայի եւ Ադրբեջանի արածները այդ գունավոր ուլունքներն են, որը հետո փաստի առաջ է կանգնեցնելու, որտեղ խորհրդանշական 22 թվականից թուրքերն ու Ռուբեն Ռուբինյանը, Քլշն ու Ռուբեն Ռուբինյանը այդ խորհրդանշականության մասին էին ասում։ Հիմա դիվանագիտական անձնագրերով անխափան տեղաշարժ կլինի երրորդ երկրների մեքենաների համար 25 թիվը ավարտում ենք չկան, որովհետև այդ բոլոր խորհրդանշականությունները Թուրքիան անում է այն դեպքում, երբ որ իրեն ձեռնտու է։ Իսկ Թուրքիան այդ բոլոր հարաբերությունների կարգավորումը պայմանավորվում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման։ Այդ խոսում են նախապայմաններով, այն ինչ որ Հայաստանի իշխանությունները պարբերաբար հերքում են, թե նախապայմաններ չկան։ Պարոն Մանուկյան, դեպ քանի որ խոսեցինք այդ թղթից, այդ օգոստոսի 7-ի մասին է խոսքը, ըստ ձեզ ինչ որ հետագա զարգացումներ արդեն գալիք տարում բնականաբար կլինեն, ի վերջո կհասնի այդ վերջակետին, թե այդպես նախնական տարբերակով էլ կմնա։ Մինչև օգոստոսի 8-ի այդ փաստաթուղթը նախնական ստորագրված։ Մինչև ընտրություններ ինչ որ զարգացում կլինի, թե կմնա այդպես։ Շատ դժվար է կանխատեսել։ Մի բան հստակ է, որ Ադրբեջանը ջանք չի խնայելու այս իշխանության վերարտադրությունն ապահովելու համար, որտեղ այս իշխանությունը Ադրբեջանին տվել է այն խոստումը, որ ընտրություններից հետո իրենք սահմանադրություն են փոխելու։ Այլ հարց, որ Ադրբեջանը ինչպիսի տակտիկա է որդեգրելու կամ փաստի առաջ է կանգնեցնելու Հայաստանի իշխանություններին, մինչև ընտրություն սահմանադրության փոխելու ուղղությամբ քայլել, բայց առանձն բանավոր հայտարարություններով Նիկոլ Փաշինյանը պատե ու անպատե առիթներով հակեր կնում է, որ սահմանադրությունը պետք է փոխվի։ Մենք իրականում այսօր հայտնվել ենք մի վիճակում, որ Հայաստանում քաղաքական որոշում կայացնողը ոչ թե ավելի շատ Ադրբեջանն է, քան թե Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Եվ ցավոք սրտի Հայաստանի իշխանությունը բերել հասցրել է միտեղ, որ սեփական երկրի քաղաքացուն ինքն է շանտաժի ենթարկում։ Կհիշեք, հիմա շատերը մոռացել են 2023 թվականի սեպտեմբերին Երևանի ավականու ընտրությունների նախօրյակին Ալեն Սիմոնյանի բառացի չեմ կարող հիշել մի հայտարարություն, որ եթե ԿՊ չընտրվի պատերազմ։ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է 26 ընտրությունները պատերազմի եւ ոչ պատերազմի միջև են լինելու։ Սեփական ժողովրդի քվեն վերցնելու համար ասում են կամ ինձ ես ընտրում, կամ քո վրա կկրակե։ Կա դրանից ավելի մեծ անբարոյականություն։ Կամ ինձ ես ընտրում, կամ քո վրա կկրակի իմ զինակից Ադրբեջանը։ Պարոն Մանուկյան, ընտրությունների հետ կապված այս թեման այդպես չնայած քիչ խոսվեց, բայց ընտրությունից առաջ Եմեն մեծ թվով այսպես գումարի տեսքով աջակցություն տվեց արտաքին ուժերից պաշտպանելու ընտրությունները, ռուսական պրոքսի ուժերի դեմ կապված Նիկոլ Փաշինյանն էր ավելի շուտ խոսում կուսակցության թափանցիկության մասին, ասում են, որ շատ ուժեր Հայաստանում ռուսական ֆինանսավորում ունեն։ Այս սրա նպատակը ո՞րն է։ Ցավոք սրտի քիչ է խոսվում, բայց սա ամենամեծ ահազանգերից մեկն է։ Սա ամենամեծ ահազանգերից մեկն է, որովհետև Նիկոլ Փաշինյանը սեփական վերարտադրության համար Հայաստանի վրա, Հայաստանի տարածքում բերում է եւս մեկ պատերազմ։ Փոխաբերական եմ ասում պատերազմ, բայց իրականում գլոբալ պատերազմ։ Եվրամիության, Արևմուտքի եւ Ռուսաստանի մեջ պատերազմ միջև ընթացող պատերազմը, որտեղ զոհվում են ուկրաինացիները, ոչ թե եվրոպացիները, պարսկաների նկատի չունեմ, որտեղ զոհվում են ուկրաինացիները, այդ պատերազմը մեկ այլ կերպ տեղափոխում է Հայաստանի տարածք, որովհետև ի վերջո եվրոպացիների ասած ինչ է, Հայաստանը նախ խնդրել, այդ պատերազմը բերել իր տարածք, ռուսների դեմ եվրոպացիների պայքարը բերել Հայաստան, Հայաստանը դիմել, եվրոպացիներն ընդունել են։ Այլ պարագաներում եվրոպացիները կարող են մի քիչ ավելի դիվանագիտական լեզվով խոսել, ազատ եւ արդար թափանցիկ ընտրությունների կազմակերպման։ Իրենք շեշտում են, որ ինչպես Մոլդովայում եղավ, այդ նույն օրինակով էլ Հայաստանում։ Շատ հաճախ հենց Մոլդովայի օրինակն է եւ նույնիսկ ԿՊ պատգամավորներից, որ մի քիչ ավելի միամիտ են,
շատ հաճախ իրենց խոսքում ասում են այո մոլդովական օրինակը, թերևս իրենց խմբակցությունում այդ խոսվել է, բայց հրապարակային դրա մասին խոսողները շատ չեն հասկանում Մոլդովայում ինչ է եղել։ Իրականում Մոլդովայում տեղի ունեցել մի բան, Մոլդովայի ժողովրդին զրկել են ընտրությունները սեփական կամքով որոշելու հնարավորությունից։ Այսինքն Եվրոպան ասել է աչք են փակում ցանկացած հակաժողովրդավարական քայլի նկատմամբ, ուզում ես կուսակցություն փակի, ինչպես փակեցին, ուզում ես ընտրապայքարից հանի, ինչպես հանեցին, եւ Հայաստանի իշխանությունը արդեն շատ վաղուց է սկսել արշավը ընդդիմության դեմ քաղաքական ձերբակալություններ, որոնք չեն դադարելու, վաղը կուսակցության չգրանցում, կուսակցության փակել, տեղեկատվական տերորը շատ ավելի հզորացնել սեփական ժողովրդի նկատմամբ։ Ի վերջո այդ եվրոպացիների հայտարարած այդ աջակցությունը դրանց ամենասիրած բառը բանն է, չէ՞։ Հիբրիդային պատերազմ։ Որ մի օր ստիպես ասած մի հատ կարած հանրամատչելի գրատախտակի վրա նկարագրես հիբրիդային պատերազմը որն է, շատերը կդժվարանան անել։ Ի վերջո այդ հիբրիդային պատերազմի դեմ պայքարը ինչ է նշանակում է հակապատերազմ։ Հակապատերազմով պետք է իրականացնի իշխանությունը։ Նշանակում է ֆեյքերի պոակներ, սունկ կայքեր, բազմաթիվ խոսող գլուխ իբր քաղաքագետներ, անդադար մի ծով բազմություն հարցակվելու է, իրականում հարցակվելու է սեփական ժողովրդի վրա, որպեսզի իր կամքը պարտադրի ժողովուրդը ոնց է քվեն օգտագործելու ընտրությունների։ Պարոն Մանուկյան, ու այս ֆոնին նաև տարբեր քաղաքական գործիչներ, փորձագետներ, արևմտամետ ավելի շատ ասում են, որ փետրվարին, այսինքն տարեսկզբին բարձրաստիճան պաշտոնյայի այց է սպասվում ամերիկացի Հայաստան, խոսքը փոխնախագահ Վենսի մասին է, այդպես ինչ կլինի այս այցը թե ոչ, ինչ նպատակով արդյոք կապված կլինի հենց ընտրությունների հետ, օրինակ խոսքը գնում նաև որ հենց Թրամփի ուղու հետ կապված հարցեր են քննարկվելու ընտրությունների հետ կապված հարցեր։ Ես սովոր չեմ, երբ որ տեղեկություններ չեմ տիրապետում այդ չեղած տեղեկությունների մասին հայտարարություններ անել, մի բան արդեն կատարված փաստ է, որ իշարս այլ դիվանագետների, Միացյալ Նահանգների Հայաստանում դեսպանը հեռանալու է եւ հաշվի առնելով ամերիկյան օրենսդրությունը, կոնգրեսի աշխատանքը, դեսպանների հաստատման այդ պրոցեդուրան, թերևս տևական ժամանակ Հայաստանում պաշտոնապես արտակարգ եւ լիազոր դեսպան չլինի, որը ինքնին արդեն հարցեր է տնում։ Պարոն Մանուկյան, այսօր ընդդիմության ինչ են ասում են, որ օրակարգ ստեղծողից, թելադրողից վերածվել է Նիկոլ Փաշինյանի օրակարգերին, իր խնդիրներին պատասխանող։ Ինչու է իրավիճակը ստեղծեց։ Ասում են Փաշինյանը մի հայտարարություն այսպես աղմկահարույցանում, ընդդիմադիրները այսպես գրառումներով արձագանքում են ու վերջ։ Դեք, լավ եկեք պարոնենք Նիկոլ Փաշինյանը օրակարգով չենք շարժվում։ Նիկոլ Փաշինյանը ասում է, ենթադրենք արշավում ենք բայրաթորի վրա, մենք էլ ասում ենք այդ իր օրակարգն է, մենք գործ չունենք։ Նիկոլ Փաշինյանն ասում է սա, ենթադրենք ուրանում եմ Արարատը, մենք գործ չունենք, քանի որ Նիկոլ Փաշինյանն ասել իր օրակարգն է, ցավոք սրտի բնական պատճառով, որովհետև Նիկոլ Փաշինյանը տարբեր հանգամանքներով պայմանով հայտնվել է վարչապետի աթոռղեկի եւ պրակտիկ կյանքի մեջ նաև հնարավորություն է ստացել բազմաթիվ գործողություններ անելու միանձնյա հնարավորությունը իր ձեռքում պահել, բնականաբար այդ ամեն ինչին պետք է դիմագրավես, ես շատ հաճախ եմ կրկնում, եթե մեկ օր Նիկոլ Փաշինյանը անդրադառնա, որ իր մասին չեն խոսում, կխելագարվի, բայց հիմա ինչպես ինչու ընդդիմությունը այնպես չի անում, որ ձեր մասին նույն լրատվամիջոցները ընդդիմությանն ասում են բադուկ Նիկոլ Փաշինյանի օրակարգով, եկեք համաձայնվենք, որ այսօր շատ հաճախ նույն լրատվամիջոցը կնի, ես պայմանական մեկ օրինակ ասեմ, որ վերջերս Սոֆիայում վրաց լրագրողներ էին մոտեցել, որ իմացան Հայաստանից, վայ ձեր վարչապետը առավոտները սրտիկա ցույց տալու, ամեն առավոտ մենք ամեն օր հետևում ենք խմբագրությունում կատակներ ենք անում, թե այսօրին երաժշտության տակ է։ Հիմա բացատրելի չի միգուցե քարոշչական առումով, բայց շատ տրամաբանական է, որովհետև իր մասին պետք է խոսվել։ Հիմա նույն ձևի լրատվամիջոցներին ասեմ, որ լավ դրա մեջ լուրջ չկա, բա ինչի է առավոտը աչքերդ բացում ես Նիկոլ Փաշինյանը ինչ որ հերթական էշություն արել, մեկ էլ
ցանկացած լրացուցի հետևելով այդ էշությունը քո աչքերի առաջ դեմ դիմաց գալիս է։ Խնդիրը այն է, որ ավելի շատ ընդդիմությունը ինչ-որ փոփոխություն մտցնելու այսպես մանդատ ունի, քան լրատվամիջոցները։ Ձեր ձեռքին է այդ փոփոխությունը մտցնելու։ Դրա համար այդ ամեն ինչ մասին խոսում ենք։ Դրա համար այդ ամեն ինչ մասին խոսում ենք, որովհետև այդ իրականում ոչ թե քննարկման նյութ է Նիկոլ Փաշինյանը շատ հաճախ անում, այլ գործողություններ, որի դիմագրավելու անհրաժեշտությունը կա, հակառակ դեպքում շատ ավելի վատ վիճակում կհայտնվի։ Ու վերջում պարոն Մանուկյան, քանի որ երկրորդ նախագահը հայտարարել էր, որ մտադիր է ամեն դեպքում 26 ընտրություններին մասնակցել, ուզում եմ իմանալ ինչ քննարկում կա, քանի որ այս պահին հա նրա թիմի այս խորհրդարանում ամեն դեպքում համատեղ է հանդես գալի, արդյոք դաշնակցությունը այդ թիմի մաս կազմելու է ընտրությունների հետ կապված ինչ քննարկում որոշում կա։ Այս օրերին էլ դաշնակցության ամբողջ կուսակցական համակուսակցական կառույցում քննարկումներ են, որը բյուրեղանալու է Դաշնակցության Հայաստանի Գերագույն ժողովով եւ ինչպես ասել ենք 2026 թվականի սկզբին մեր ժողովի որոշման մասին տեղյակվենք, մեր դիրքորոշման մասին եւ հետագա քայլերի մասին։ Կա ուժ, որի հետ պատկերացնում եք համագործակցությունը, կա ուժ, որի հետ համագործակցությունը պատկերացնում եք։ Դաշնակցության ժողովն է դա որոշում։ Ես որպես կուսակցության անդամ, շարքային անդամ, որպես Գերագույն մարմնի անդամ իրավասու չեմ եւ որևէ մեկը դաշնակցությունում իրավասու չի պատասխանել դաշնակցության ժողովի տեղը։ Այդ մեր հզորությունն է, մեր մեծությունն է։ Հակառակ դեպքում դաշնակցությունը 135 տարի չեր լինի, եթե ինչ որ մեկը իր ճաշակով որոշումներ կայացներ։ Շնորհակալ եմ ձեզ, պարոն Մանուկյան։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Իդեպ 135 տարի ասացի, առիթից օգտվելով օրերս Եվրամեդիան նշել էր 1 տարին։ Ես ցանկանում եմ լավ ստեղծագործական աշխատանք ձեր ամբողջ կոլեկտիվին, նորանոր հաջողություններ ու մեծագույն ցանկություններիցս մեկը, որ 2026 թվականի տարվա ամփոփման ժամանակ այլևս խոսենք որպես նախկին։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան, ձեզ զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ։ Շնորհակալ եմ մեր զրույցին հետևելու համար։